Միացյալ Նահանգներն ու Իսրայելն այսօր առավոտյան հարձակում են սկսել Իրանի դեմ, ինչից հետո հաղորդվեց, որ Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին ու տարածաշրջանում ամերիկյան բազաներին։ Ամերիկա-իսրայելական գործողությունն իրականացվում է Ժնևում Օմանի միջնորդությամբ Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցած բանակցություններից 2 օր անց, որոնք ըստ միջնորդ կողմի դրական ու կառուցողական մթնոլորտում էին անցել։ Համատեղ էպիկական Զայրույթ անունով գործողության ընթացքում ըստ իրանական Ֆարս լրատվականի հարձակման են ենթարկվել Սպահան, Ղոմ, Քարաջ եւ Քերմանշահ քաղաքներն ու մայրաքաղաք Թեհրանը։ Հարվածներ են հասցվել նաեւ Իրանի արևմտյան հատվածներին։ Իսրայելի զինվորական աղբյուրն ասել է, որ թիրախավորել են նրանց, ովքեր Իսրայելը ոչնչացնելու ծրագրի մաս են կազմում։ Մասնավորապես թիրախում են եղել Իրանի գերագույն առաջնորդն ու նախագահը։ Առայժմ պարզ չէ, արդյոք նրանք տուժել են։ Ռոյտերզի աղբյուրը ավելի վաղ հայտնել էր, որ Այաթոլլա Ալի Խամենեին Թեհրանում չէ եւ տեղափոխվել է անվտանգ վայր։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ աղբյուրն ասել է, որ սպանվել են կորպուսի մի քանի բարձրաստիճան հրամանատարներ եւ պաշտոնյաներ։ Ըստ իրանական լրատվամիջոցների արտգործնախարարը չի տուժել, իսկ Ռոյտերզը նշում է, որ չի կարողացել անկախ կերպով հաստատել այս տեղեկությունները։ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել է, որ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել, որոնք չեզոքացնում են։ Բահրեյնն իր հերթին հայտարարել է, որ հրթիռային հարձակման է ենթարկվել ամերիկյան ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի սպասարկման կենտրոնը, որի պատասխանատվության գոտին ներառում է Պարսից ծոցը, Կարմիր եւ Արաբական ծովերը եւ Հնդկական օվկիանոսի մի մասը։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Արաբական Միացյալ Էմիրությունները, որտեղ ամերիկյան խոշոր ավիաբազա կա, հայտնել է, որ իրանական մի քանի հրթիռ է խոցել։ Հարվածներ են հասցվել նաև Քաթարում, Հորդանանում եւ Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին։ Եվ Իսրայելը եւ Իրանը փակել են իրենց օդային տարածքները քաղաքացիական շվերթների համար։ Իրանում գրեթե ամբողջությամբ անջատված է ինտերնետը։ ԱՄՆ նախագահն ասել է, որ Իրանում լայնածավալ մարտական գործողությունների նպատակն է պաշտպանել ամերիկյան ժողովրդին, վերացնելով մեջբերում եմ իրանական ռեժիմից եկող անմիջական սպառնալիքները։ Դոնալդ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն բազմիցս փորձել է խնդիրը լուծել դիվանագիտությամբ, սակայն Իրանը մերժել է իր միջուկային ծրագրի շուրջ գործարքի գնալու յուրաքանչյուր հնարավորություն եւ վերսկսել է ծրագիրը։ Թրամփի խոսքով Իրանը նաեւ շարունակել է մեծ հեռահարության հրթիռներ ստեղծել, որոնք կարող են սպառնալ ԱՄՆ դաշնակիցներին Եվրոպայում, ինչպես նաեւ տարբեր երկրներում տեղակայված ամերիկյան զորքերին, իսկ շուտով կարող են հասնել նաև Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգների, մասնավորապես իմ վարչակազմի քաղաքականությունը միշտ եղել է այն, որ այս ահաբեկչական ռեժիմը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ։ Ես կրկին կասեմ, նրանք երբեք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Թրամփը նաև ասել է, որ կոչնչացնել Իրանի նավատորմը, հրթիռները եւ հողին կհավասարեցնեն նրանց հրթիռային արդյունաբերությունը եւ կապահովեն, որ Իրանի պրոքսիները չկարողանան ապակայունացնել տարածաշրջանը կամ աշխարհը։ Սպիտակ տան ղեկավարը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, զինված ուժերին եւ ոստիկանությանը կոչ է արել վայր դնել զենքերը, խոստանալով, որ այդ դեպքում կունենան լիակատար անձեռնմխելիություն եւ արդար վերաբերմունքի կարժանանան, այլապես նրանց մահ է սպասվում։ ԱՄՆ նախագահը դիմել է նաև իրանցիներին կոչ անելով մնալ ապաստարաններում, քանզի դրսում ամենուր ռումբեր կթափվեն, ապա ասել է, որ մոտ է նրանց ազատության ժամը եւ կոչ է արել վերցնել իշխանությունը։ Վերջապես, Իրանի հիանալի հպարտ ժողովրդին ասում եմ, որ ձեր ազատության ժամը մոտ է, երբ մենք ավարտենք գործողությունները, վերցրեք իշխանությունը, այն ձերը կլինի։ Սա հավանաբար ձեր միակ հնարավորությունն է, որ ձեր եւ ձեր ապագա սերունդները երբևէ կունենան։ Իսրայելի վարչապետն էլ ասել է, որ գործողության նպատակն է վերացնել մեջբերում եմ Իրանի ահաբեկչական ռեժիմի կողմից իրենց գոյությանը սպառնացող վտանգը։ Բենյամին Նեթանյահուի խոսքով 47 տարի շարունակ Այաթոլլայի ռեժիմը Իսրայելի եւ Ամերիկայի մահն է ցանկացել, թափել է իսրայելցիների արյունը, սպանել է բազմաթիվ ամերիկացիների, միաժամանակ կոտորելով սեփական ժողովրդին։ Նեթանյահուն նշել է, որ Իրանի մեջբերում է մարդասպան ահաբեկչական ռեժիմը չպետք է զինվի միջուկային զենքով, որը թույլ կտա նրան սպառնալ ամբողջ մարդկությանը։ Իսրայելի եւ ԱՄՆ-ի համատեղ գործողությունները կստեղծեն պայմաններ, որպեսզի իրանցի քաջարի ժողովուրդն իր ճակատագիրը վերցնի իր ձեռքը, ասել է Իսրայելի վարչապետը։ Միացյալ Նահանգների հետ միասին մենք կոշտ հարված կհասցնենք ահաբեկչական ռեժիմին։ Մենք կստեղծենք պայմաններ, որոնք թույլ կտան իրանցի քաջարի ժողովրդին ազատվել այդ մարդասպան ռեժիմի բեռից։ Իսրայելի բանակի խոսնակ գեներալ Էֆի Դեֆրինը խոստացել է, որ կշարունակեն գործողություններն այնքան, որքան անհրաժեշտ է Իսրայելի գոյությանն իրանական ռեժիմի ներկայացրած սպառնալիքը վերացնելու համար։ Մեր քաղաքականությունը հստակ է, մենք սպառնալիքներին առճակատվում ենք դրանց վաղ փուլում, մենք թույլ չենք տա, որ իրանական ահաբեկչական ռեժիմը զինվի, ամրապնդի իր իշխանությունը եւ սպառնալիք դառնա Իսրայելի պետության անվտանգության համար։
כולנו איתם ומאחוריהם.